Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված եւ ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։ Այսինքն լրիվ դրենաժ պետք է արվի, ճամփիտակով դրվի։ Վարչապետի առաջին կանգառը եղել է Որոտան խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 13 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 միլիոն դրամ է։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վարչապետին զեկուցել է, որ ճանապարհի 8-7 կիլոմետր հատվածում առաջացել է բնական սողանք, որը դարձել է աշխատանքների վերջնաժամկետների ցկցկման պատճառ։ Նիկոլ Փաշինյանը եղել է այդ հատվածում, ծանոթացել տեղի ունեցած փլվածքի հետևանքով առաջացած խնդիրներին եւ առաջարկվող լուծումներին։ Նշել է նաեւ, որ խոտից դեպի Որոտան M2 հատվածի առաջին 7.2 կիլոմետր հատվածում արդեն իսկ տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, իսկ փլուզված հատվածի շրջանցող տեղամասի հողային աշխատանքներն ավարտված են։ Ում չբարևեցի։ Այնուհետև Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհին Փաշինյանը զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել խնդիրներին եւ խոստացել լուծում տալ։ Դե ասեք տենամ հələ թե ջուր չունեք։ Ո՞վ է ձեր ջուրը կտրել։ Համակարգ կա գյուղում ջրի։ Ներքինը կա։ Դե բատնավշանը։ Հիմա բերում ենք, այսպես ենք հաշվում։ Հա։ Ինչ մի 15 օր ջուր։ Всё։ Էտեն լուծեցինք։ Այս ճամփեն են սարքում ենք։ Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել խոտ գյուղում, շփվել բնակիչների հետ։ Խմելու ջուրը համար պակասում է։ Հա, չունի։ Ջուր ջան, դե տենց հարցեր են։ Դե ձեզ մի բան ասել։ Դե մենք չես պիտի իրեն ներկայացնենք։ Տեսեք, ժողով։ Հայաստանում տենց գյուղ չկա, որ տենց խնդիր չունենա։ Այսինքն հերթով կսարքեն։ Հերթով կսարքեն։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան, նոր հիմնված հանգստի գոտի։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 միլիոն դրամ, որից ավելի քան 49 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Երկրի ղեկավարին ներկայացվել են Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը 7-4 կիլոմետր հատվածում, փողոցային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 149 միլիոն դրամ է։ Պետության մասնաբաժինը կազմել է 70%, 104 միլիոն դրամ։ Արդյունքում Կապանում տեղադրվել են երկկողմանի 249 լուսատուներով մետաղական հենասյուներ։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Կապանի հիմնանորոգված թիվ 1 մանկապարտեզներ։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 միլիոն դրամ, որի 80%-ն ավելի քան 302 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար։ Վարչապետը Կապանում մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։ Նա շնորհավորել է կապանցիներին էկոպարեկային ծառայության նորամուտի առթիվ եւ նշել. Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդնումը եւ ահա արդեն այն առաջինը իրականություն է դառնում Սյունիքի մարզում Եվ կարծում եմ սա շատ կարևոր իրադարձություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, այդ բարեփոխումները առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին է։ Վերաբերմունքի փոփոխություն մեր շրջակա միջավայրի նկատմամբ։ Վերաբերմունքի փոփոխություն մեր պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ, վերաբերմունքի փոփոխություն ինքներս մեր նկատմամբ եւ մեր երկրի, մեր բնության, մեր պետության առաջ մեզնից յուրաքանչյուրի ունեցած պատասխանատվության մասին է։ Վարչապետն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ չափազանց կարևոր է նաեւ պատասխանատվության զգացումը։ Եվ ես ուզում եմ համոզվել, որ էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, իր հետ պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի անտառը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չի, որ մենք ուրիշներին չթողենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ
Պետք է փոխվի մեր վերաբերմունքը եւ պետք է փոխվի մեր պատասխանատվությունը։ Եվ ուրիշ տարբերակ չկա։ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառի պահպանության 24-ժամյա ծառայություն։ Ամփոփելով իր խոսքը Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծառայության աշխատակիցներին այդ կարևոր գործում։ Միջոցառումն ավարտվել է էկոպարեկային ծառայության գործառական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցված են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով։ Ռադիոկապն է Պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերվել մասնավորապես 22 ամենագնաց մեքենաներ 331 միլիոն դրամ արժողությամբ։ Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 666 միլիոն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 միլիոն դրամ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։